Քրիստոս հարյավի մեռելոց օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Եթերում այսօրի մարզային թողարկումն է։ Նորություններին հետևեք նախակիրճ։ Մարտի 27-ին հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Զատիկը, շաբաթ երեկոյան մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ։ Ապրում են առնետների, միջատների կողքին Սարգսյանների 7 հոգանոց ընտանիքի ծանր կենսակերպը։ Օգոստոսի 31-ը վերջնաժամկետ, ջրաշինարարները վերացնում են թերությունները։ Վիրավորներ Տավուշում և Արցախում, հակառակորդը խախտել է զինադադարը։ Դաեշի ոչնչացումը մեծ ջանքեր է պահանջում, պետքարտուղարի հայտարարությունը Բրյուսելում։ Առաջնախաղից մեկ օր առաջ աճեմյանցիներն ամփոփել են կատարված աշխատանքը։ Ընդունելություն քաղաքապետարանում պատվոգրեր թատրոնի օրվան ընդառաջ։ Մարտի 27-ին հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Զատկի տոնը, իսկ այսօր երեկոյան առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվել է Ճրագալույցի Սուրբ Պատարագ, որի ավարտին ազդարարվում է Փրկչի հրաշափար հարության ավետիսը։ Մարդիկ միմյանց ողջունում են Քրիստոս հարյավ իմեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի խոսքերով։ Վառված ճրագները տանում են տուն, ի նշան Քրիստոսի օրհնաբեր լույսի։ Ճրագալույցի պատարագով էլ ավարտվում է մեծ պահքի շրջանը։ Ավակ շաբաթ օրը արդեն իսկ երեկոյան պատարագից հետո, երբ որ արդեն հնչում է լուրը, ավետիսը, որ Քրիստոս հարյավ իմեռելոց, այ Քրիստոս հարյավ իմեռելոց լուրը մեզ ազատում է պահեցողությունից, ապաշխարանքից, որտեղ արդեն կատարվեց հարությունը եւ մեր փրկությունն իրագործված է։ Սրանից հետո մենք ասում ենք տոնական կատարումների, ճրագ վառել, լույս վառել, խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի լույսի, թվում է, թե Հիսուս Քրիստոսը որպես ճշմարիտ լույս համահացավ։ Եվ հակառակորդները ուրախանում էին, որ կարծես թե մարեցին այդ լույսը, բայց ինքը հարություն առնելով նորից ցույց տվեց, որ լուսավորությունը չի կարելի մարել, հնարավոր չէ մարել, աստվածային լույսը առավել եւս ինքը անմար է։ Ուղղակի ինքը եկավ մարդկանց մեղքերը իր վրա վերցնելով, մարդկանց մեղքերից ազատագրման գործընթացը կատարեց, որ առաջի հայացքից թվաց թե ինքը մեռավ։ Բայց հետո երբ որ ինքը ոցավառվեց նորից հարության լույսով, մեզ բոլորից ցույց տվեց, որ ահա այլևս մարդկային կյանքը մահվան իշխանության տակ չէ, որ Հիսուս Քրիստոսի գերեզմանը մահվան գերեզման չէ, այլ Հիսուս Քրիստոսի գերեզմանը իր մեջ կյանք ճառագող, կյանքի լույսը ճառագող գերեզման, եւ մենք այդ լույսն ենք լուծարում, վառում։ Լույսը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի հարությունը, դրա համար տանում ենք, որպեսզի Աստծո լույսը բոլորիս տներում լինի։ Հարություն կբերե շեմիսնես կտանիս կրագը լսության էլի, ոգին կլուսավոր է։ Տանում եմ տուն, որ Հիսուսի լույսը մեր տունել կա։ Հուսացած եմ, որ Տիրոջ ներկայությունը այս ծևով է փոխանցում մարդկանց տները։ Գյումրիում հազարավոր ընտանիքների նման Սարգսյաններն ապրում են տնակային անբավարար պայմաններում։ Թեպետ 1988-ի երկրաշարժից հետո պետության կողմից նրանք փոխհատուցվել են բնակարանով, այնուհանդերձ սոցիալական խնդիրների պատճառով բնակարանը վաճառել են ու գնել ժամանակավոր կացարան։ Այսօր ծայրահեղ ծանր կենսապայմաններում է ապրում Սարգսյանների 7 հոգուց բաղկացած ընտանիքը։ Տարիների ընթացքում քայքայվել եւ բնակության համար անպիտան է դարձել նրանց ժամանակավոր կացարանը։ Այդ ծանր պայմաններում ծնվել ու մեծանում են տիկին Սուսաննայի 3 անչափահաս թոռները, 4 ամիս հետո կծնվի նաև տիկնոջ 4-րդ թոռը։ Պարտքերն այնքան շատ են եղել, որ տարիներ առաջ ընտանիքը վաճառել է բնակարանը։ 2 տարի վարձով ապրելուց հետո Սարգսյանները որոշում են գնել ժամանակավոր կացարան, որտեղ եւ ապրում են մինչ օրս։ Պետական պարտքերն այնքան շատ էր, որ դեկայս ինչ որ ստացել էր տունը, պես էլ ծախել էր, երկրաշարժին տուն էին կորցրել, 3 երեխա կորցրել են, հասարազավակ մայր է մեղել։ 7 տարի շարունակ Սարգսյանների համար բնակության վայրը Գյումրու Կոշտոյան փողոցի 231 կոտորակ 581 տնակն է։ Բազմանդամ ընտանիքի հոգսերն այստեղ շատ են, աշխատանք չեն գտնում, իսկ ֆինանսական խնդիրները գնալով ավելանում են։ Կաբրինք 4 մեծ, տղես ես, հարսս, աղջիկս։ Եկե 3 թորներս, 4-ն է ծնվիգա 4 ամիս հետո։ Աղջիկս 2 երեխայդ, այդտեղ կքնել փոքր տեղը։ Տղես քիչ հիվանդ է։
Խոնավ բերբոսած կիսասառը տնակի պատերից ներս մանկահասակ երեխաների մեծացնելը դժվար է դառնում հատկապես, երբ կոմունալ ոչ բավարար պայմաններում տարբեր միջատներ են հայտնվում։ Քայքայված տնակի ներսում ընտանիքի անդամներին հանգիստ չեն տալիս նաև մկներն ու առնետները։ Երեխան ոչ թե դադարից գերոն քնցնեի կգիշեր վայզերով երեխան անհանգիստ էր։ Միան տեսանք օրստից գերոքը փախչել, էմբեսի մեծ կրիս։ Հելեր ֆարարգա։ Ստիվաստը էցինք սեցինք այստեղ մի հնար չկա։ Մեր երեխայի այդտեղ պարսպաներ դժվար է պայմանները ոչ հիգիենիակա ոչ շատ դժվար է, բայց ինչ ենք։ Ցրտի ու խոնավության պատճառով տնակում մեծացող մանկահասակ երեխաներին չեն կարողանում լողացնել, իսկ գիշերային ժամերին ընտանիքի անդամները տնակի միջատներից մկներից երեխաներին հեռու պահելու փորձեր են անում։ Այստեղ թացեր, փակել ենք, մի կերպ 4 ծրե փակել ենք, որ անգաժմտուկները շատ, երեխու անգաժները բամբակ մտնեմ, նոր կքնծնեմ, որ երեխու վրայից, սաղ գիշեր չեմ քնի, որ երեխեքի վրա ջիջու, ինչսես կեհիլին։ Խոնավ ջիջուները, լիքկը ջիջու, հանձրևա մոշտերը լիքկը։ Մեր կրանտը, տաշտերը տնենք, նորածին ինչ խործոնվել երկու անգամ էլ ողցը, քարսունքի մեջ, արտեն երկու անսգան է։ Են պստիկներ զվայտել, որ տաղած առաջ էլ ողցը, ծուրդ է, վարելիք չկա, ոչ ենք մերսծն է երախում։ Մենք է մորացել ենք վեշճի անգամ եպեղ ճիշտ է, չեք տվել են ընձի պաղնիկի, վեշծրել են չեք։ Բայց հստից մինչև ընդեղ հասնել էլ, մինչև լողնասկաս, մեր նիսկը, գարիպը պատրաստ է։ Տիկին Սուսաննայի խոսքով ընտանիքի միակ կայուն եկամուտը պետության կողմից հատկացվող ընտանեկան նպաստն է, որն ամեն ամիս կազմում է 35,000 դրամ։ Ընտանեկան նպաստից գրեթե ամեն ամիս 29,000 դրամը Սարգսյանները կոմունալ վճարների են հատկացնում։ Առողջական խնդիրների պատճառով ընտանիքի անդամներին չի հաջողում ստանալ հաշմանդամության կարգ։ Թորս վարել է, արի։ Տարել եմ, էլի, ոչ մի բան։ 11-ամյա Վանիկը սովորում է 5-րդ դասարանում, շախմատ շատ է սիրում, ուզում է դառնալ շախմատիստ, ընտանիքը սակայն շախմատի պարապմունքների համար չի կարող վճարել։ Ես ուզում եմ դառնալ շախմատիստ։ Գնում ես պարապմունքների։ Ոչ։ Ինչու՞։ Վայրը չի կարող գումար տալ։ 11-ամյա Վանիկի համար շախմատի պարապմունքների հաճախելը ընտանիքի մյուս անդամների համար լուսավոր հարմարավետ բնակարանում ապրելը, առնետներից ու մկներից փրկվելը լոկ երազանք է։ Անի Մկրտչյան, Արթուր Մարգարյան, այսօր։ Ինչպես հայտնի է, նախորդին Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողներին հայտնել էր, որ գազի գինը կնվազի։ Այո, նման հնարավորություն կա։ Հայաստանի նախագահի Մոսկվա կատարած այցի ժամանակ այդ հարցը քննարկվել է Վլադիմիր Պուտինի հետ։ Համապատասխան գերատեսչությունները հանձնարարություններ են ստացել քննարկումներ անցկացնել։ Հիմա մենք հենց այդ փուլում ենք։ Այն, որ գազը կեժանանա, փաստ է, իսկ թե որքանով բանակցությունները ցույց կտան, ասել էր Հովիկ Աբրահամյանը։ Հիշեցնենք, որ 1000 խորանարդ մետր գազի համար սպառողը վճարում է 189 դրամ։ Ինչպես են գյումրեցիները վերաբերվում վարչապետի հայտարարությանը, Հեղինե Մանուկյանի հարցախույզում։ Ինչ պետք է փոխվի։ Կմուծենք 20,000, պետք է մուծենք 19,000։ 1000 դրամով եղանակ չի փոխվի։ Մեկ ճիշտը կասեն, հետո էլ արդեն ճիշտը կսդվի։ Օրը գիշնի, ճիշտ է։ Հա, շատ ուրախ եմ, թող իշնի ժողովուրդն է լավ ապրեն։ Հավատս չի գալիս։ Շատ լավ կեղնի, եթե այդպես եղնի։ Որովհետև ժողովուրդը մեղք է, աղջիկ ջան, աշխատատեղեր չկա։ Մեծ մասսավոր հացի կարոտ է։ 65,000 դրամ թոշակ եմ ստանում, արդեն 3-րդ ամիսն է 36-ից 37,000 գազի վարձ եմ ուծում։ Բայց հույս ունենք, որ մի քիչ կեժանանա, հետագայում արդեն տակեր ընկել է, յոլա կգնանք։ Այս պետության վրա ինչն են քույս տարել, որ մնաց գազի գինը իջնի։ Ես չեմ հավատա հեչ բանի։ Սոցիալական վիճակի վրա մի բան չի ազդե, բացի աշխատանքից, որ նոր չկա, թե չէ սոցիալականն է դիգե։ Մեր ժողովրդի սոցիալական հիվանդոտ կողմը դիգե, ուրիշ ոչինչ։ Ժողովրդի վիճակը հաշվի առնելով շատ ցանկալի է, բայց չգիտեմ ինչ ձև է, դիմագահանդես է միգուցե, ինչպես միշտ։ Չգիտեմ, Ազիզ ջան, ես լավատես եմ, բայց այս առումով չգիտեմ կոնկրետ։
Ինչ որ բենզին են, բսե գազ է։ Օրեժենցեն են, մյուսը կթանգցեն են։ Սանունտե ամեն ինչն է կթանգցեն են։ Այդ որ հանածն է ելե, իջե, բոլոր հանածներն է մնացել են նույն քնի, նույն ծևի։ Սուրբ Սադիկ է, Սուրբ Հարության տոնն է, ինչն է իջե։ Թոշակներն էլ 2 կոպեկ ավելացնում են, այնտեղ հացն են թանկացնում, այնտեղ ուրիշ մտերքներ են թանկացնում։ Հիմա էլ եք սպասում։ Հա, վախեցած ժողովուրդը սպասում է։ Որովհետև ինչ որ բարձրացավ չի նվազի։ Օրը սերել մեզի չի վերաբերվի հասարակ ժողովրդին։ Իրանց համար կնվազի։ Հնարավոր է սնունդը թանկացնել ժողովրդին մի հարացնեն կամ մտածմունքի տակ գցեն։ Ինչ անենք։ Լույսը գավելացնեն, ջուրը գավելացնեն, ինչ կատեղ։ Իրանց սերը չէ, որը ուզենան ենեք են։ Չգիտեմ, ես բանը չեմ հասկանա։ Լսել եմ, բայց իսկականը չգիտեմ, ճիշտ է տեսուդ է։ KFW վարկային ծրագրով կառավարության կողմից իրականացվող խմելու ջրի ներքին ցանցի նորոգման աշխատանքները Գյումրիում կմեկնարկեն ապրիլի 1-ից։ Ջրաշինարարների կողմից կշարունակվեն ծրագրի երկրորդ փուլում անավարտ մնացած աշխատանքները։ Թերացումների շտկման գործընթացի վերջնաժամկետ է նշանակված ընթացիկ տարվա օգոստոսի 31-ը։ Գերմանական KFW վարկային ծրագրով կառավարության կողմից Շիրակի մարզում իրականացվող խմելու ջրի ներքին ցանցի նորոգման երկրորդ փուլի համար տրամադրվել էր 17 միլիոն 400 հազար եվրոին հասնող գումար։ Դրանից միայն 12 միլիոնը ծախսվել է Գյումրու խմելու ջրի հին ջրագծերը նորերով փոխարինելու եւ ընդհանրապես քաղաքի մի շարք թաղամասերի ներքին ցանցի նորոգման նպատակով։ Երկրորդ փուլով նախատեսվել է Գյումրու քաղաքի 3-1 կոդին, որին իր մեջ ընդգրկել են նաև 3-1, 3-2 կոդին, 3-2 նորավան, երկաթգծի ավան և 5 քաղաքի կենտրոնը։ Եվ քաղաքի հյուսային հատվածը մոտ 5 միլիոն 800 հազար էլ և երկրորդ փուլով կառուցվել է քաղաքի հյուսային հատվածը։ Նշված գումարի շրջանակում կառուցվել է 550 կիլոմետր երկարությամբ ջրագիծ։ Արդեն նոր ջրատար խողովակների մեծ մասը ներկապահին շահագործվում է։ Զուգահեռ քաղաքի որոշ հատվածներում կատարվում են տնային միացումներ։ Անջատվում է հին ջրագիծը, որպեսզի փոխկապակցում կատարվի նոր ջրագծի։ Հին ջրագիծը ամբողջությամբ ապամոնտաժվում է և միացվում է նոր ջրագծով, սկսում է սնուցում կատարել շենք։ Մհեր Մկրտչյանի 44 շենքի բնակիչների խոսքով մինչև այս պահը բազմաբնակարանի առաջին հարկերում ինքնահոս ջուր մատակարարվել է, իսկ վերին հարկերի բնակիչները պոմպերի միջոցով են ջուր ստացել։ Ջրաշինարարների կողմից հին ջրագծերն անջատելուց եւ նոր ջրագծերի միացումները կատարելուց հետո բնակիչները կապահովվեն շուրջօրյա ջրամատակարարմամբ առանց պոմպերի օգտագործման։ Երկրորդ հարկի բնակիչների մոտ ջրի պակասություն ունեցել են։ Չի հասե ջուրը նապոր չի եղել, չի հասե բերև, որ ինչքան է հասել է շատ չնչին մասով։ Առաջ նասոսով է ջրերը, նասոս կզարգին, որ ջրերը ուժեղ է, բայց εμείς ենք նասոսով չէ։ Հարկացու շատ լավ է, ուժեղ է, հալով գոյենք։ Նորա շատ լավ է, շատ լավ է, ջուրը։ Ներկապային այս կոդում մեր ճնշումը բավականին նորմալ է, լավ է, կարելի ասել, շենքը կունենա նորմալ ջրամատակարարում։ Ծրագրի երկրորդ փուլը կարելի է ավարտված համարել, ասում է ոլորտի պատասխանատուն։ Միայն թե ապրիլի 1-ից Սադե Արտեզյան եւ Դորոժնիկ ընկերությունների կողմից կմեկնարկեն խմելու ջրի նորացված համակարգում անավարտ ու թերի աշխատանքների շտկումները։ Ունենք թերությունները հիմնականում ունենք տեղադրված փագանային հորերի երկաթբետոնե սալիկները, որոնք թեքվել են, շեղվել են կամ կոդրվել են վրան ընթացքում, բայց ունենք բաց թողումներ, որոնք տնային միացումներ մոտ 65 հատ, այսինքն հիմքի եւ բազմաբնակարան շենքեր եւ առանձնատներ, որոնց ջրամատակարարման համակարգը փողոցից մինչեւ տուն կամ բազմաբնակարան շենք։ Ջրաշինարարները պարտավոր են հետերաշխիքային սահմանված ժամկետում մինչև ընթացիկ տարվա օգոստոսի 31-ը ավարտին հասցնել կիսատ մնացած աշխատանքները։ Նախատեսվում է 2017-ից սկսել ծրագրի երրորդ փուլը։ Ալա Բաղդասարյան, Խաչատուր Գևորգյան, այսօր։ Թողարկման երկրորդ հատվածում դիտեք։
Վիրավորներ Տավուշում եւ Արցախում հակառակորդը խախտել է զինադադարը։ Դաեշի ոչնչացումը մեծ ջանքեր է պահանջում, պետքարտուղարի հայտարարությունը Բրյուսելում։ Առաջնախաղից մեկ օր առաջ աջեմյանցիներն ամփոփել են կատարված աշխատանքը։ Ընդունելություն քաղաքապետարանում պատվոգրեր թատրոնի օրվան ընթառաջ։ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Վայոց Ձոր մարզկենտրոնում նախարարն անցկացրել է խորհրդակցություն Գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին ընթառաջ ընթացիկ խնդիրների քննարկման նպատակով։ Խորհրդակցությանը մասնակցել են Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, մարզպետարանի աշխատակազմի եւ գյուղատնտեսության նախարարության տարածքային ստորաբաժանումների տնօրեններ, համայնքապետեր եւ գյուղատնտեսներ։ Վայոց Ձորն agrարային ոլորտներում դեռևս առկա են մի շարք խնդիրներ, մասնավորապես հողի մշակման առումով մարզի ցուցանիշները ցածր են։ Հետևողական աշխատանքի արդյունքում անցած տարի հնարավոր դարձավ մշակվող ցանկատարածություններն ավելացնել 1020 հեկտարով, սակայն դեռևս վարելահողերի ընդամենը 36%-ն է օգտագործվում։ Հարկավոր է քայլեր ձեռնարկել այս ցուցանիշն ավելացնելու ուղղությամբ, նշել է գյուղատնտեսության նախարարը։ Այժմ հետևեք մամուլի հրապարակումներին։ Հրապարակում կարդում ենք. Վերջին օրերի թրենդը Վարդան Օսկանյանի կուսակցության ցուցակն է, որի առանցքում լինելու է ԲՀԿ-ից Էլինար Վարդանյանն ու Ստեփան Մարգարյանը։ Վայե Հովհաննիսյանը չի լինի կուսակցության անդամ, եւ Վիկտոր Սողոմոնյանը համամասնական ցուցակի մաս կկազմեն։ Խոսվում է նաեւ Ասպարեզ ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի մասին։ Հնարավոր է նման բան, հրապարակը հարցրել է Լևոն Բարսեղյանին։ Բացառում է, մանավանդ որ Օսկանյանը բացատրություններ ունի տալու մարտի 1-ի մասով եւ շատ լուրջ։ Դիտարկմանը թե օր ու գիշեր խեղճ մարտն այդ մասին է բացատրություն տալիս, Բարսեղյանն արձագանքել է։ Դրանք ոչ մի կերպ չեն բավարարում ոչ միայն իմ, այլև հանրության մոտ եղող սպասումները։ Ինքը արտաքին գործոց նախարարը ինչ գործ ուներ, ինչու էր խառնվել Քոչարյանի արկածախնդրությանը։ Պետք է հասկանալ, Օսկանյանը երկար ժամանակ հանրային գիտակցության մեջ ասոցացվելու է որպես Քոչարյանի պարտնյոր։ Արավոտի խմբագրականում կարդում ենք. մեր հոգևորականները բնականաբար պետք է լուծեն ոչ այնքան համաշխարհային, որքան համահայկական խնդիրներ։ Կարևորներից մեկը ազատ շուկայի անցնելուց հոգևոր պաշտպանիչ շերտեր ստեղծելն է։ 70-ից 80-ական թվականներին ես հաճախ լսում էի. ամեն ինչ սուտ է, պետքա փող շինել։ 90-ականների սկզբից այդպես ասողներից ամենացինիկներն ու թող ներվի ասել, քյարտուները իսկապես մեծ փողերի տեր դարձան։ Հասարակությունը ուզի թե չուզի, սիրի նրանց թե ատի, կողմնորոշվում է այս հաջողակ մարդկանցով, ինչը բերում է արժեքային լուրջ ճգնաժամի։ Հոգևորականն մարդն է, որը պետք է իր օրինակով եւ իր քարոզով հանի հասարակությունը այդ ճահիճից։ Եվ մենք ունենք բազմաթիվ շարքային քահանաներ, որոնք պատվով են կատարում հենց այդ գործը։ Բայց որքան բարձր ուսադիրներ ունի հոգևորականը, այնքան մեծ է հավանականությունը, որ նա հենց նույն ծայրահեղ ցինիկների դասակարգից է։ Պարզապես գործի բերումով մեխանիկորեն կատարում է ինչ-որ ծեսեր։ Այդ է պատճառը, որ լավ պայծառ քահանաները որակ չեն կազմում։ Դրա համար եմ ասում, որ տվյալ դեպքում շատ բան կախված է հոգևոր առաջնորդից։ Եզրափակում է Արավոտի խմբագիրը։ Չորրորդ իշխանությունն այսօր անդրադարձել է ՀՀԿ-ի պարտշկոլայի թեմային։ Երեք հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ն գործադիր մարմնի նիստում որոշում է կայացել կուսակցությանը կից քաղաքական դպրոց բացել։ Դա իհարկե ճիշտ գաղափար է, վաղուց էր պետք։ Հիշում եք, խորհրդային տարիներին դեռ պարտշկոլաներ կային, եւ որևէ մեկը չէր կարող առանց այդ դպրոցն ավարտելու բարձր պաշտոն ստանալ։ Այդ դպրոցում ուսումնասիրում էին մարքսիզմ-լենինիզմ, բացահայտում էին միջազգային իմպերիալիզմի գիշատիչ էությունը, սովորում էին, թե ինչպես պետք է կազմակերպել պրոլետարիատի պայքարը, հանուն կոմունիզմի վեհ գաղափարների եւ այլն։ Թե ինչ են ուսուցանելու ՀՀԿ դպրոցում առայժմ անհայտ է, բայց ենթադրել կարելի է։ Չէ, սերժիզմ, նժդեիզմ չեն ուսումնասիրի, բայց Շմայսն օրինակ կարող է դասախոսություններ կարդալ ռետորաբանության թեմաներով։ Կարեն Ավագյանը կդասավանդի Ռետինե Փչովի առարկաների կիրառումը քարոզչական նպատակներով առարկան, իսկ ֆիզկուլտուրայի ժամերին ուսանողները սովորեն վարպետորեն կռանալ, կոճակներ սեղմել, բուրըն ծափահարել ու կատարել ՀՀԿ-ականի համար անհրաժեշտ այլ վարժություններ։ Հոդվածն ամբողջությամբ չորրորդ իշխանության այսօրվա համարում։ Սահմանի մասին երեք երեկոյան Տավուշի մարզի Բերքաբեր գյուղում իր տան մոտ հրազենային վիրավորում է ստացել Հայաստանի Հանրապետության քաղաքացի 64-ամյա Նուրիկ Ալիխանյանը։ Նա տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց, որտեղից վիրավորին առաջին օգնություն ցույց տալուց հետո տեղափոխել է Ներեբունի բժշկական կենտրոն։ Մեկ այլ քաղաքացու տնտեսությանը հասցվել է մեծ վնաս։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի ստորաբաժանումներն անցել են զինված դիմակայության պայմաններում իրավիճակի կայունացման ուղղված եւ ադրբեջանական կողմի զսպման
ռազմական գործողությունների։ Իսկ այս գիշեր Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց։ Այս մասին տեղեկանում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի լրատվական ծառայությունից։ Շփման գծի հյուսիս-արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը շարունակել է կիրառել ականանետեր, նռնականետեր։ Այսօր ժամը 7:30-ից 7:40-ի սահմաններում հակառակորդը շփման գծի հարավ-արևելյան ուղղությամբ արձակել է 45 արկ։ Արկակոծման հետևանքով վիրավորում է ստացել Թաղվարդ գյուղի բնակիչ 1989-ին ծնված Երվանդ Կարոյի Փիրումյանը, ով զբաղվում էր գյուղատնտեսական աշխատանքներով։ Մանրամասները ճշտվում են։ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատժիժ գործողությունների արդյունքում հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշվել է։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից իրադրության սրումը եւ հայտարարում, որ ստեղծված իրավիճակի հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է հակառակորդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում այսօր հակառակորդի արկակոծման հետևանքով վիրավորված երիտասարդը 1989 թվականին ծնված Երվանդ Կարոյի Փիրումյանն ունի ճակատի աջ շրջանի սալջարդ վերք։ Արցախի հանրապետական բժշկական կենտրոնից Թերքետեմի հետ զրույցում հաղորդել են, որ հիվանդին բժշկական օգնություն են ցուցաբերել, վերջինս գնացել է տուն։ Երիտասարդն ուներ ճակատի աջ շրջանի սալջարդ վերք, հաղորդել են բժշկական կենտրոնից։ Իսկ երեքիշ տան մոտ թշնամու գնդակից հրազենային վիրավորում ստացած 64-ամյա Նորիկ Ալիխանյանը, ինչպես նշեցինք, Էրեբունի բուժ կենտրոն է տեղափոխվել։ Հիվանդն ունի նաև երրորդ կողի կոտրվածք, մինչև Էրեբունի բուժ կենտրոն տեղափոխվելը Իջևանի բժշկական կենտրոնում նախնական մշակման է ենթարկվել վերքը, դադարեցվել է արյունահոսությունը։ Էրեբունի բուժ կենտրոնում անմիջապես առաջնային մշակման է ենթարկվել վերքը, հեռացվել են օտար մարմինները։ Հիվանդը վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվի եւ բուժումը կշարունակի ստանալ կրծքային վիրաբուժության բաժանմունքում։ Վիրահատության կարիք տուժածը չի ունենա, հայտնում է բուժ կենտրոնի մամլո խոսնակը։ Մարտի 26-ին Պաշտպանության նախարարության վարչական համալիրում կայացել է Պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը։ Նվիրված մարտական հերթապահության կազմակերպման ընթացքին առկա խնդիրներին եւ բարելավման ուղիներին։ Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության եւ գործողությունների համադրման շրջանակներում նիստին մասնակցել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարական կազմի ներկայացուցիչները նաեւ։ Ընդհանուր առմամբ մատնանշվել է, որ մարտական հերթապահության արդյունավետ կազմակերպման նպատակով հաշվետու ժամանակահատվածում շարունակվել են մարտական հենակետերի լրակահավորման, հակառակորդի առաջխաղացումը խոչընդոտող ինժեներական կառույցների, ինչպես նաև տեխնիկական նոր հնարավորությունների ներդրման եւ մարտական հերթապահության կրման պայմանների առավել բարելավման ուղղված աշխատանքները։ Առաջնագծում զինվորական կարգապահությունը, անձնակազմի բարոյահոգեբանական վիճակն ու մարտական ոգին բարձր է, հերթապահ ուժերը մարտունակ։ Ամփոփելով կոլեգիայի նիստը եւ իմի բերելով զեկույցներում տեղ գտած փաստերն ու առաջարկները, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հետագա անելիքների վերաբերյալ առաջադրել է որոշակի խնդիրներ, տվել համապատասխան հանձնարարականներ։ Սիրիական բանակի զինվորականները հնագույն Պալմիրայի բարձունքում գտնվող ամրոցի վրայից հանել են Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման դրոշը։ Նշվում է, որ զինվորականներն ու աշխարհազորայիններն այրել են Իսլամական պետության դրոշը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պալմիրայի բոլոր թաղամասերում Սիրիայի բանակի ու Իսլամական պետության զինյալների միջև դաժան մարտեր են ընթանում։ Նախորդին Սիրիայի կառավարական բանակն Իսլամական պետությունից հետ էր գրավել Պալմիրայի պատմական բերդը։ Միացյալ Նահանգներին հաջողվել է ոչնչացնել Սիրիայի տարածքում ահաբեկչական Իսլամական պետություն խմբավորման այսպես ասած ֆինանսների նախարարին։ Այսպիսով սահմանափակվել է ահաբեկիչներին վճարելու Դաեշի կարողությունը։ Բրյուսելում գտնվող Միացյալ Նահանգների պետքարտուղար Քերին ընդգծել է, որ Դաեշի ոչնչացումը երկարատև եւ լուրջ աշխատանք է, որը կպահանջի տարբեր մշակույթների ու հավատքների համագործակցություն։ Միացյալ Նահանգները Դաեշի ահաբեկիչներին հերթական հուժկու հարվածն է հասցրել։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը հայտարարել է, որ ամերիկյան զինուժը Սիրիայում ռմբակոծումների ընթացքում ոչնչացրել է Դաեշի առաջնորդներից մեկին, Իսլամական պետություն խմբավորման ֆինանսների նախարար Հաջի Իմանին։ Մի քանի ամիս առաջ մենք սկսեցինք Դաեշի պահեստների ոչնչացումից, որտեղ նրանք կանխիկ գումարներ էին պահում, իսկ այժմ ոչնչացրել ենք առաջնորդի, որը ղեկավարում էր ֆինանսական հոսքերը։ Այսպիսով մենք կանխում ենք ահաբեկիչներին աշխատավարձ վճարելու Դաեշի կարողությունները։
Ահաբեկիչների առաջնորդներից մեկի ոչնչացման մասին լուրը ստացվել է, երբ Եվրոպայում շարունակվում են հակաահաբեկչական գործողությունները։ Բրյուսելի ոստիկանությունն ամբողջովին մեկուսացրել է Բելգիայի մայրաքաղաքի Սհարբեկ արվարձանը, որտեղ բնակվում էին օդանավակայանում հարձակում կազմակերպած ահաբեկիչները եւ պայթուցիկներ արտադրում։ Տեղում գտնվող լրագրողները հաղորդում են, որ արվարձանում լսվում են պայթյուններ եւ կրակոցներ։ Բելգիացիների կարծիքով ահաբեկչության դեմ պայքարում հաջողության հասնելու համար ուժային միջոցները բավարար չեն։ Լարբի Արբուի կարծիքով կարևոր է, որ Եվրոպայի մահմեդականներն իրենց չզգան մեկուսացված։ Հակառակ դեպքում իրենք իրենց մերժված են զգում եւ ահաբեկիչների քարոզների զոհ դառնում։ Բրյուսելում էր նաև ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Բելգիայի ժողովրդին աջակցություն եւ օգնություն առաջարկելու նպատակով։ Ահաբեկիչների համար ԱՄՆ-ի պետքարտուղարն ուներ հատուկ ուղերձ։ Մենք քաղաքակիրթ աշխարհը չենք ահաբեկվելու, մեր համոզմունքները չենք փոխելու, ընդհակառակը դառնալու ենք ավելի ամուր եւ վճռորոշ ու չենք հանգստանալու, մինչեւ աշխարհի երեսից չջնջենք ձեզ նիհիլիստական եւ երկչոտ համոզմունքներով։ Ջոն Քերին ընդգծել է, որ Դաեշի ոչնչացումը երկարատև եւ լուրջ աշխատանք է, որը կպահանջի տարբեր մշակույթների եւ հավատքների համագործակցություն։ Իրաքի մայրաքաղաք Բաղդադից ոչ հեռու հիմնականում շիաբնակ Իսկանդարիա քաղաքում ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 29 մարդ, կա ավելի քան 60 վիրավոր։ Ֆուտբոլային հանդիպման ավարտին մահապարտը պայթեցրել է իրեն ամբոխի մեջ։ Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է Իսլամական պետություն ծայրահեղական խմբավորումը։ Շարունակում ենք թողարկումը։ Վրաստանում մեծ աղմուկ է բարձրացրել հսկա ծառի տեղափոխումը Ցիխիզիրի գյուղից։ Ծառն արմատախիլ է արվել եւ հատուկ նախապատրաստված ճանապարհով տեղափոխվել է ծով եւ բեռնվել նավի վրա։ Բնակիչները վստահեցնում են, որ 650 տոննա կշռող դարավոր ծառը երկրի նախկին վարչապետ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի այգու համար է։ Այս մասին տեղեկացնում է Life News.ru-ն։ Գործարար Նուրեկի իր կալվածքի շուրջը նոր դենդրոպարկ է հիմնում եւ չի ցանկանում սպասել, որ փոքր ծառերը մեծանան, հետևաբար արդեն մեծ ծառեր է տեղափոխում տարածք։ Վրացական լրատվամիջոցները հայտնում են, որ 2 օր է չի հաջողվում ծառը դուրս բերել ցամաք։ Չնայած այդ նպատակով հավաքվել են Վրաստանի տարբեր շրջանների լավագույն տեխնիկները եւ մասնագետները։ Իշխանությունները պնդում են, որ Իվանիշվիլիի նախաձեռնությունը լիովին օրենքի շրջանակներում է։ Այս եւ երկդարյան օճենու տեղափոխումը միլիարդատիրոջն արժեցել է 6200 լարի, շուրջ $2700։ Աճեմյանական թատրոնում պատմական պահ է, երկար սպասված Լիր արքան մարտի 27-ին կներկայացվի հանդիսատեսի դատին։ Թատրոնի միջազգային օրվա առանձնակի պատասխանատվությամբ են նախապատրաստվել։ Շեքսպիրյան ներկայացման գլխավոր փորձից հետո ու առաջնախաղից 1 օր առաջ աճեմյանցիներն ամփոփել են կատարված աշխատանքը։ Լիր արքան թատրոնի հնարավորությունների նշաձողը բարձրացնում է մի քանի աստիճանով։ Բեմադրվող նոր գործերը զիջել չեն կարող, իսկ դրա համար աճեմյանցիների կարծիքով մշտական աշխատանք ու անդադար փորձեր են պահանջվում։ Հաճախ է լինում, որ մենք աչքերով կորցնում ենք ուղին, իսկ առանց աչքի քայլում ենք ուղիղ։ Հայտնի արտահայտությունն առավել հայտնի Լիր արքայից է։ Շեքսպիրյան հերոսներ, ժամանակաշրջանին բնորոշ հագուստներ ու դեկորներ, երաժշտական ու լուսային լուծումներ, մեծ ծավալի ֆինանսական ու մարդկային ռեսուրսներ։ Շուրջ 1 տարի ընթացող մանրակրկիտ նախապատրաստական աշխատանքները հասան վերջնագծին։ Աճեմյանական բեմում Լիր արքայի գլխավոր փորձն է։ Բեմադրության հեղինակը չի շտապում կարծիք հայտնել իր աշխատանքի վերաբերյալ։ Վերջին խոսքը հանդիսատեսին է թողնում։ Արթուր Սահակյանը վստահ է դերակատարների ընտրության հարցում չի սխալվել։ Դերասաններ կարող էին հրավիրվել մայրաքաղաքից, սակայն կարևոր սկզբունքը եղել է մեկը։ Սկսած ռեժիսորի ասիստենտից մինչև բեմադրող նկարիչ Գյումրուց պետք է լինեին։ Տասնամյակներ անց հրաշալի հնարավորություն է ստեղծվել այսպիսի լուրջ ներկայացման մեջ նրանց ներուժն օգտագործելու ու զարգացնելու համար։ Ներկայացումը հնարավորություն տվեց թատրոնին բեմ վերադարձնել պարոն Ռաֆայել Գրիգորյանին, որը ռեժիսորական աթոռին է միշտ եւ անում է հրաշալի ներկայացումներ, բայց հնարավորություն տվեց պարոն Գրիգորյանին նաեւ բարձրանալու բեմ եւ խաղալ որպես դերասան, որը շատ մեծ դպրոց էր եւ թատրոնի համար եւ երիտասարդների համար։ Ներկայացումը հնարավորություն տվեց երկար տարիների բացակայությունից հետո հետ վերադարձնել Սամվել Գրիգորյանին, որը նույնպես մեծ ձեռքբերում է եւ այսօր նա դրամատիկական թատրոնի արտիստական կազմի ներկայացուցիչ է։ Այսօր միայն ափսոսում եմ նրա համար,
որ այս շքեղ հրաշք ներկայացման մեջ ես դեր չունեմ եւ չեմ խաղում։ Բայց քեզ առաջարկվել է։ Եվ նման լիրի կողքին հնարավորություն չունեմ բեմ բարձրանալու նրա հետ։ Ես եմ մեղավոր։ Ես Սահակյանի հետ որպես դերասան աշխատելու, այլ միայն ինձ մնում է այնտեղ վերևից այս ներկայացումով հիանալ։ Ինձ էլ որպես լիր խաղացող, ինձ էլ հետ ձեռ չի տալիս, որ ես մենակ ինչ-որ բեմի վրա կուկու, հետո չէ, լավ պարտներներ ունենալ դա հրաշք բան է։ Իսկ ես այսօր կարող եմ ազնվորեն եւ անկեղծորեն ասել, ես ունեմ այդպիսի պարտներներ բեմի վրա։ Սկսած այն երիտասարդներից, որոնք ամբողջ այդ բեմի փոփոխությունը եւ իրենց զինվորությունը եւ այլ։ Նույնիսկ այդ թուր բռնող տղաները իրենց տեղում են։ Ես ճիշտ եմ եղբայր։ Հա, այս գործը հնարավորություն տալիս էր եւ երբ որ գործը իր մեջ պարունակում է, այդ դերասան ինչ մարդով, դեմքով այդ դրանից չօգտվելը ուղղակի անգրագիտություն է մասնագիտական։ Բեմադրիչը որոշ շտկումներ ունի անելու, վաղը ներկայացումն անթերի կլինի։ Լիրարքան դերասանական խաղի հրավառություն է։ Արթուր Սահակյանը փորձել է չկրկնել նախորդ գործերը, ստեղծել նորը, սահակյանական ոճով, չշեղվելով բնագրից։ Եթե մի բան սկսում ես, ես ხო չեմ նույնը վերարտադրելու բեմի վրա, մի հատ պիտի ուշադիր կարդաս ու հասկանաս ինչ է կարող այսօր ինչն է քեզ ստիպում ներկայացումը բեմ հանել։ Եվ արդեն գնում է հետաքննություն։ Մեր մասնագիտական հետաքննություն, այս սենց ասեց, այս բառը ասեց, նա ինչ ասեց, տես ոնց ասեց, հասկանում եք, եւ հենց այդ է խնդիրը, որ մենք ոչ թե նա կրկնելու համար ենք հավաքվել, նա կա արդեն։ Մենք հավաքվել ենք, որպեսզի ստեղծենք ոչ թե մեր լիրարքան։ Եթե անում ենք, ուրեմն մի բան այնտեղ տեսել ենք կամ որևէ տեղ տեսել ենք, որ չկա։ Մենք մեր լիրով հպարտանալու ենք։ Ես վստահ կարող եմ ասել ձեզ, Հայաստանում տարբեր թատրոններ բեմադրում են։ Մեր մեկնաբանությունը թե ռեժիսորի, թե դերասանի շատ հետաքրքիր է, շատ ինքնատիպ է եւ ամենակարևորը, ես ինքս միշտ կողմ եմ էքսպերիմենտների ու երիտասարդների։ Այս ներկայացումը հնարավորություն տվեց շատ երիտասարդների ստեղծագործել ու մեկ քայլ առաջ գնալ։ Բնական է, որ մենք պիտի կարողանանք այդ նշածողը պահպանել, այդ նույն երիտասարդների համար սա մի դպրոց էր, որ իրենք անցան։ Ներկայացման նկատմամբ հետաքրքրությունը չափազանց մեծ է։ Առաջնախաղի տոմսերը սպառվել են դեռ 10 օր առաջ։ 2016-ի մարտի 27-ը թատրոնի պատմության մեջ ոսկյա տառերով կգրվի։ Նազել Էլբակյան, Արթուր Մարգարյան, այսօր։ Ավելի քան 150-ամյա պատմություն ունեցող Գյումրու Վարդան Աճեմյանի պետական դրամատիկական իր գործունեության ընթացքում տվել է անվանի ու հայտնի շատ գործիչներ։ Թատրոնի մերօրյա ներկայացուցիչները ևս մեծ ավանդ ունեն մշակույթի զարգացման եւ կայացման գործում։ Թատրոնի միջազգային օրվան ընթരാճ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունել է աճեմյանցիներին արվեստի հանդեպ ցուցաբերած նվիրվածության, ամբասիր աշխատանքային գործունեության եւ թատրոնի միջազգային օրվա առիթով քաղաքապետը պատվոգրեր է հանձնել նրանց մաղթելով բեղմնավոր աշխատանք։ Քաղաքապետի կողմից կազմակերպված ընդունելությանը ներկա են գտնվել նաև Գյումրու Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի աշխատակիցները։ Նրանք ևս ստացել են պատվոգրեր։ Տիկնիկային թատրոնի մշակույթի գործիչները, որոնց հետ կապված ես ամենիկ ուներ, մի քիչ ավելցի չէ, ոնց որ նավարդի ներողա, բայց դեռ անելիք կա, հիմա տեսնենք Թումո կենտրոնը, եթե ձեզ տեղ հատկացնի տա, որիսի Թումոից վերադառնում ենք մեր հին ավանդույթը, որ այնտեղ տիկնիկային թատրոնն այնտեղ է եղել, սա կլինի մեզ համար շատ լավ տարբեր։ Ինձ որ ես իմ աշխարհում եմ դրա վրա, որտեղ այնտեղ որպես թատրոն, գիտեք որ մեր թատրոնը այնտեղից է սկսում։ Միշտ ցավոտ եմ ընդունել այն փաստը, որ մեր քաղաքի միակ տիկնիկային թատրոնը բոլոր առումներով միշտ եղել է ստվերում, թե աշխատավարձի չափ, թե միջոցառումներին հրավիրելը, թե ինչ-որ բաներ կազմակերպել է իրենց թատրոնում, մեր թատրոնում կազմակերպել իրենց հրավիրելը, ես խոստովանում եմ, որ իրոք միշտ ցավոտ եմ ընդունել դա։ Թատրոնը արժանի է, որովհետև միակ թատրոնն է, որ զբաղվում է մատաղ սերնդի քաղաքացի մարդ լինելու դաստիարակության հարցով։ Ինքնին հասկանալի է, որ կառավարության ենթակա թատրոնը ֆինանսավորման այլ տեսակ կունենա։ Այսինքն կլինի նախարարություն ենթակայության ուշադրության կենտրոնում վաստակավորի ներկայացրել են եղավ քանի տարի շարունակ։ Վերջի այս անկախության տարիներին ոչ մի վաստակավորի կոչում չտվեց մեր թատրոնի, որովհետև իրենց ենթակայության տակ չենք։
Այսքան այս ժամին բարի տոնական կիրակ եմ մաղթում ձեզ, ցտեսություն։